Ապահովության բարձր զգացում, վստահություն և գոհունակություն։ 2026 թվականին միջազգային հեղինակավոր կազմակերպությունների իրականացրած մի շարք հետազոտություններ փաստում են։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության նկատմամբ հանրային ընկալումներում արձանագրվում է կայուն դրական դինամիկա։ Հարության շրջանում ձևավորվող միտումները վկայում են ներքին գործերի նախարարության կողմից իրականացվող քաղաքականության և մատուցվող ծառայությունների արդյունավետության շարունակական բարելավման մասին։ Հարցումների արդյունքները ոչ միայն կարևոր են մեզ համար, որ դրանք տալիս են գնահատական առհասարակ գործունեությանը ընդհանրապես կամ առանձին ճյուղերով, դրանք մեզ բերում են որոշակի պատասխանատվության տիրույթ, այդուհանդերձ մեր համար այդ արդյունքները շատ կարևոր են որպես կառավարման գործիքներ, որովհետև մենք այստեղ ենք հասկանում եւ համեմատում մեր իրական տվյալների հետ, թե ինչպես է պետք այս կամ այն նեղ ոլորտում շարժվել առաջ։ Միջազգային հանրապետական ինստիտուտի նախաձեռնությամբ Brevis ընկերության կողմից իրականացված հանրային կարծիքի ուսումնասիրություն Հայաստանի առկա բնակչություն հետազոտության արդյունքներով ոստիկանությունը քաղաքացիների գոհունակության ցուցանիշով առաջատար է իրավապահ մարմինների շարքում։ Փետրվարին գրանցված արդյունքների համեմատ մայիսին ոստիկանության աշխատանքից լիովին կամ հիմնականում գոհ քաղաքացիների թիվն աճել է 61%-ից հասնելով 68%-ի։ Ես որպես բժիշկ գոհ եմ։ Բոլորի աշխատանքը ողջունում եմ, գնահատում եմ, շատ հարգում եմ այդ աշխատանքը։ Ես ոչ մի բացական ոչ մի բան չեմ նկատել, բացի դրական։ Շատ ավելի լավ են աշխատում, շատ ավելի ուշադիր են, շատ ավելի հոգատար են ժողովրդի հանդեպ, կարելի է մոտենալ, հարցեր տալ։ Ավելի բարի համբույր են մարդկանց նկատմամբ, այդ շատ գովելի է, հա։ Բարձր ցուցանիշներ են արձանագրվել նաև ԵԱՀԿ կողմից պատվիրակված եւ Insights անկախ հետազոտական ընկերության թիմի ջանքերով իրականացված ոստիկանության եւ ոստիկանության բարեփոխումների վերաբերյալ հանրային ընկալման հետազոտության արդյունքներով։ Անդրադարձ է կատարվել ներքին ապահովության եւ անվտանգության, ոստիկանության նկատմամբ վստահության մակարդակի ու մի շարք այլ ընկալումների։ ԵԱՀԿ կողմից պատվիրակված ոստիկանության եւ ոստիկանության բարեփոխումների վերաբերյալ հանրային ընկալումների հարցումն արդեն երրորդն է, որ իրականացվել է ԵԱՀԿ աջակցությամբ 22 թվականից ի վեր եւ այդ հետազոտությունները հանդիսանում են կարևոր գործիք, քանի որ թույլ են տալիս գնահատել ոստիկանությունում ընթացող բարեփոխումների արդյունավետությունը, իրազեկում են հետագա քաղաքականության մշակում եւ նպաստում հաշվետվողականության բարձրացմանը։ Հեռախոսային բոլոր զանգերն իրականացվել են պատահականության սկզբունքով, այսինքն մեր բոլոր բնակիչները հավասար հավանականությամբ հնարավորություն են ունեցել մասնակցել հարցմանը։ Սա բավականին կարևոր չափանիշ է ցանկացած հետազոտությունում ներկայացուցչականության ապահովության տեսանկյունից։ Հարցվածների 52.8%-ը լիովին կամ գրեթե լիովին վստահում է ոստիկանությանը։ Հանրագումարային ցուցանիշն աճել է 7.5%-ով, 21.8%-ը ոստիկանության նկատմամբ վստահության մակարդակը չեզոք է գնահատել։ Միևնույն ժամանակ նվազել է ոստիկանությանը չվստահող քաղաքացիների թիվը, կազմելով 21.2%։ Հարցվածների 69.1%-ը Հայաստանի ներքին անվտանգային իրավիճակը համարել է այս կամ այն չափով անվտանգ։ 92.1%-ը նշել է, որ ցերեկային ժամերին միայնակ փողոց դուրս գալիս իրեն ապահով է զգում, իսկ գիշերային ժամերին ապահովության զգացողության ցուցանիշն աճել է, կազմելով 77.4%։ Ապահով եք զգում Հայաստանում։ Այո։ Ես կարող եմ ասեմ, որ Հայաստանը Երևանը հատկապես ամենաապահով երկրներից մեկն է։ Ես ինձ անվտանգ եմ զգում, տեսնում եմ, որ ոստիկանությունը միշտ շրջում է, միշտ հետևում են օրենքին։ Բավականին ինձ ապահով եմ զգում Երևանում, մանավանդ երեկոյան շատ հաճելի է։ Դրական ընկալումներ են արձանագրվել նաև ներքին գործերի նախարարության մարդկային ռեսուրսների կառավարման բարեփոխումներ ծրագրի շրջանակում իրականացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքում։ Ծրագրի շրջանակներում առաջին անգամ իր բնույթով եւ ծավալով իրականացվեց հարցում ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքում, որը վերաբերելի էր ոստիկանությանը որպես գործատուի։ Այսինքն պետք էր հասկանալ մեր հասարակության կարծիքը ոստիկանության վերաբերյալ։ Ոստիկանությունը որպես հուսալի եւ հեղինակավոր գործատու է համարել հարցված ուսանողների կեսից ավելին, ինչը վկայում է երիտասարդների շրջանում ոլորտի գրավչության մասին։ Ներքին գործերի նախարարությունը կարևորում է անկախ հետազոտական կազմակերպությունների կողմից իրականացված հանրային հարցումները, արդյունքները համադրելով առկա վերլուծական տվյալների հետ եւ օգտագործելով դրանք փաստային քաղաքականության մշակման ու ծառայությունների շարունակական բարելավման համար։